Հայաստանի Հանրապետությունը միայն տեցի կռուգով են պատկերացնում։ Սրանք գիտեն ամբողջ Հայաստանի Հանրապետությունը տեցի կռուգ է։ Չնայած տեցի կռուգի աշխատակիցները, եթե կարելի է նրանց այդպես կոչել, ավելի արժանապատիվ են դուրս գալիս առանձին դեպքերում։ Առնվազն նրանք իրենց մարմինն են ծախում, բայց ոչ երբեք ձայնը։ Նրանցից շատերը գուցե։ Հայաստանի Հանրապետությունը ձեր համար տեցի կռուգ չի է։ Կարող է դուք այդ տարածքի վրա կոնկրետ ծրագրեր ու պլաններ ունեք, բայց ներողություն Հայաստանի Հանրապետությունը տեցի կռուգ չի, որը դե կրակ եք, այնտեղից, չգիտեմ, սիրուն պատկերների հետ շփվեք ու այդ նույն տրամաբանությամբ վերաբերվեք, քեշով փողը տակ առնեք, ձեն առնեք, հագած տակը կեղտոտած շալվարը շպրտեք մի հատ թաղային խուժանի դեմը, նայել գղգղ այդ շալվարի վրա ու այդպես ձեր համար ձայն բերի։ Խառնել են։ Իրենք խնդիրը գիտեք ինչու՞մ է կայանում, սրանք Հայաստանի Հանրապետության ժողովրդին չեն ճանաչում։ Սրանք Հայաստանի Հանրապետության ժողովրդին նայել են բացառապես իրենց դղյակների պատուհաններից։ Բայց ինչպես են հաղթաշրջում։ Իրենց մայբախների պատուհաններից։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները իրենց համար եղել են ընդհանրապես աշխատուժ, էժան աշխատուժ, շատ էժան աշխատուժ։ Այնպիսի աշխատուժ, որի վրա կարելի է օրինակ պիցցայանոցում պիցցա ծախել։ Ընդմիջման ժամին։ Էս ա եղել։ Խոպանում ասֆալտ փռող, հետո այդ ասֆալտի փողը մարդկանց շտալ, օրինակ։ Այդպիսի դեպքեր էլ կա, չէ՞։ Մեր հայրենակիցները հոգափաստեն, չեն թողնի, որ ես միայնակ մնամ այս հարցում։ Ռուսաստանի Դաշնությունում տարիներ շարունակ խոպան դուրս եկածները։